Գարեգին առաջինի ընտրությանը, Գարեգին երկրորդը, այսօրվա վեհապար հայրապետը առաջադրվել էր։ Եվ քվեարկության արդյունքում այնպես սպասվեց, որ երկու կաթողիկոս Գարեգին առաջինը Կիլիկիա կաթողիկոս եւ Արարատյան թեմի սրբազան Գարեգինը անցան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում միանշանակ այսօրվա կաթողիկոսը հաղթելու էր։ Իսկ այսօրվա կաթողիկոս Գարեգինը հաղթելու էր։ Ես այդ որպես ներսի պատվիրակ, իսկ այնտեղ քվեները հաշվել այդքան բարդ չէ։ Հաշվարկված էր, որ ինքը անցնելու էր, բայց Գարեգինը ասաց, եթե ես մրցակցում եմ կաթողիկոսի հետ, ես իմ տեխնացիոնը հանում եմ Յոկոտ կաթողիկոսի։ Ու ինքը իր տեխնացիոնը հանեց, ու դա լավ դիտվեց ոչ միայն իշխանությունների, ոչ միայն Վազգենի, այլ բոլորիս կողմից մարդը, տարապես այ մարդը սիրում է, որ զիջում։ Ես ինքը զիջեց Գարեգինին, ու զիջեց իշխանությունների համատեքստում, ու այդտեղ գլխավորը ոչ թե Վազգենն էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Ես օրինակ կուզեի, որ ինքը թեմայով էր խոսում։ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ Կիլիկիա կաթողիկոս Գարեգինի Կիլիկիա կաթողիկոսի Հայաստանում կաթողիկոս դառնալը Կիլիկիա եւ Հայաստանի թեմերը կմիավորի։ Եվ այդ պարագայում, եթե Գարեգին առաջինը կարողանում էր Կիլիկիա միավորել, Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ եւ թեմեր միավորող էր դառնում, այս գաղափարն էր դրած, ինչը բոլորիս մոտ շատ դրական էր ընտրվում, եւ բոլորս ուզում էինք, որ ոչ թե Գարեգին երկրորդն ընտրվի, այլ Կիլիկիա կաթողիկոսն ընտրվի։ Գաղափար կար դրված։ Դրա համար ես քվեարկել եմ Գարեգին կաթողիկոսը։ Գարեգին երկրորդին չեմ քվեարկել։ Ու երբ որ ցավոք սրտի Գարեգին առաջին կաթողիկոսը մահացավ Չարորակ ուռուցքից, շատ կարճ պաշտոնավ արեց։ Խնդիր առաջացավ նոր կաթողիկոսի, ակնհայտ էր, որ հաջորդ կաթողիկոսը լինելու է Գարեգին երկրորդ։ Այստեղ Վազգենի միջամտության բացարձակ կարիք չկար։ Չկար որևէ մարդ, որ իր հետ կարող էր առաջադրվել ու իր 1/3-ի չափ քվե հավաքեր։ Իր միջամտության, իր բանի խնդիրը։ Երկրորդ այդ մարդիկ չեն պատկերացնում եկեղեցական ժողովը։ Այդ ազգային ժողովի ընտրություններ չի։ Այդտեղ 70% մասնակիցների եկեղեցականներն են, որոնց հիմնական մասն էլ սրբազաններ են։ Այդ մարդիկ շարժվում են սեփական շահով, սեփական ազդեցության տվյալ վեհապարի հետ ունեցած անձնական կապերով։ Վազգենը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանց վրա ազդելու իրավական առումով եւ նաեւ տեխնիկական, տնտեսական առումով, կյանքի որակի առումով ազդելու որևէ լծակ չունի։ Ատենալուց կարող է բարևել, կարող է չբարևել, իր համար այնքան էլ բան չի փոխում։ Բայց երբ որ ինքը վեհապարի աչքը համբուրում է, վեհապարի իրական ջիմբանը, այդ իր համար փոխում է։ Հետևաբար այդ ժողովում իշխանության կողմից մարդ նշանակելը գրեթե անհնարին է, եւ դա վիրավորական է հայ առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ նման տեսակետ ասել։ Այդ վիրավորում է նաեւ հայ առաքելական եկեղեցու բոլոր սրբազաններին անվերապահորեն, նրանց համարելով վախկոտ ու ծախված։